Մոտեցում կա, որ եթե երեխան հիվանդացել է, հնարավորինս տաք միջավայրում պիտի լիներ, պիտի ծածկել, բայց դա էլ միֆ է, չէ, հակառակն է։ Այո, մեծ սխալ են թույլ տալիս մեր մայրիկները, տատիկները հիվանդ երեխային անընդհատ հագուստ հագցնելով, ավելի թուլացնելով, երեխան հոգնում է շատ հաճախ, օրգանիզմի ռեսուրսները ուղղվում են ոչ թե վիրուսի դեմ պայքարելուն, այլ ավելորդ հագուստի դեմ պայքարելուն։ Ինչ պետք է անի արդեն վիրուսով վարակված երեխայի ծնողը, պետք է երեխային ապահովել հեղուկների adekvat քանակով։ Առաջին խնդիրը, որից մենք ամենաշատն ենք վախենում, դա ջրազրկումն է։ Եթե երեխան նորածին է, փոքրիկ է, միայն ու միայն իր կաթիկը, իսկ եթե ավելի մեծ տարիքի երեխա է, անընդհատ ջուր ենք առաջարկում։ Նախկինում ասում էին, սպասեք, թող բարձրանա ջերմությունը 38.5, 9 եւ հետո իջացրեք, որ օրգանիզմը պայքարի։ Իրոք պետք է թույլ տալ, որ օրգանիզմը պայքարի, բայց եթե ենթադրենք երեխայի մոտ 37.8 աստիճան է ջերմությունը, բայց նա անընդհատ տնքում է, անտրամադիր է, հրաժարվում է ուտել, խմել, այդ դեպքում մենք պետք է մաքսիմալ ապահովենք երեխայի կոմֆորտը, տալով ջերմիչեցնող, մենք նաև ցավազրկում ենք երեխային, չէ՞ որ վիրուսների դեպքում ունենում ենք մարմնի ջարդվածություն, մկանացավեր։ Երբ մենք տալիս ենք այդ ջերմիչեցնող դեղորայքը, նաև նպաստում ենք, որ նա ցավեր չունենա, ինչպես նաև դեղորայքի մեծ մասը ունեն հակաբորբոքիչ ազդեցություն, օրինակ այդ նույն իբուպրոֆենը նաև հզոր հակաբորբոքիչ է, եւ մենք ապահովում ենք, որպեսզի նա եւ մարմնի ցավ չունենա եւ ջերմությունը կարգավորվի, ինչպես նաև հակաբորբոքիչ ազդեցություն ենք օգտագործում։ Այսինքն պիտի գնահատել ըստ երեխայի վիճակի։ Այո, եթե 39 աստիճան ջերմությամբ երեխան տան մեջ վազվզում է, խաղում է, տրամադրությունը լավ է, անգամ 39 աստիճանը պետք չէ իջեցնել։